Բարև ձեզ ժողովուրդ ջան, փետրվարի 1-ին տեղի ունեցավ բոլորին դեմ եմ նախաձեռնության համաժողովը, որի ընթացքում որոշում կայացվեց ստեղծել կուսակցություն։ Կուսակցությունը կոչվում է բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցություն։ Ինչու ստեղծել կուսակցություն, որովհետև Հայաստանում քաղաքական կյանքով զբաղվելու համար, որոշումների վրա ազդելու համար, ինչ-որ բաներ փոխելու համար պետք է ստեղծել կուսակցություն և մասնակցել ընտրություններին։ Ձևն է այդպես ուղղակի։ Ուրիշ տարբերակ չկա Հայաստանում։ Այդ ստորագրահավաքներ տենց չեն աշխատում Հայաստանում, ինչպես գիտեք, այդ մեխանիզմները բավականին թույլ են։ Միակ մեխանիզմը ընտրություններին մասնակցելն է։ Եվ ահա ստեղծվել է կուսակցություն, բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցություն։ Ժողովուրդ ջան, կուսակցությունն իր առջև դրել է 3 խնդիր։ Կուսակցության այսինքն ծրագիրը պարզապես 3 փոփոխություններ են։ Առաջինը դա սահմանադրությունում կայուն մեծամասնության դրույթի վերացումն է, երկրորդը ընտրությունների անցողիկ շեմը 4%-ից իջեցնել դարձնել 1%, եւ երրորդը բոլորին դեմ եմ քվեաթերթիկի ավելացում, այսինքն ընտրության հնարավորություն։ Ժողովուրդ ջան, մի փոքր կարկած անդրադառնում այս 3 կետերին։ Ուրեմն կայուն մեծամասնության դրույթը, դա այլ կերպ ասում են Սերժի կոստյում, եթե չեմ սխալվում, հենց Նիկոլ Փաշինյանն է այդ արտահայտության հեղինակը, Սերժի կոստյում։ Ինչ է դա իրենց ներկայացնում։ Ուրեմն խորհրդարան անցած, անցողիկ շեմը ախտարած խորհրդարան անցած ուժերը ստանում են նաև այն քվեները, որոնք ստացել են այն ուժերը, որոնք չեն անցել խորհրդարան։ Այսինքն խորհրդարան չանցած ուժերի ձայները որպես բոնուս գնում են այն ուժերին, որոնք անցել են խորհրդարան։ Եվ որպես հետևանք այդ անցած կուսակցությունների ուժերի պատգամավորի քանակը մեծանում է, շատանում է։ Եվ ունենք այն, ինչ ունենք հիմա օրինակ խորհրդարանում, ՔՊ-ի բացարձակ մեծամասնություն։ Եվ Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարում։ Բացարձակ անարդար համակարգ է։ Ինչու պետք է այն մարդկանց ձայները, ովքեր չեն քվեարկել այս անցած ուժերին, անցնեն դրանց։ Այսինքն խորհրդարանը ներկայացուցչական չի, անարդար խորհրդարանը։ Մարդիկ չեն ուզեցել այդ մարդկանց ձայն տան, տվել են ուրիշ կուսակցությունների, բայց փաստացի ստացվում է այդ մարդկանց ձայները գնացել են այդ անցածներին, բացարձակ անարդար։ Եվ Սերժը փաստորեն դա ստեղծել էր, դա գրել էր իր համար։ Իրեն թվում էր, թե ինքը հավերժ կառավարելու է, հավերժ վարչապետ է մնալու։ Բայց դա չգիտեր, որ երբեմն նաև ժողովուրդը ոտքի է կանգնում եւ տապալում է ռեժիմներ։ Այդպես դա առաջի կետը, այսինքն բացարձակ անարդար է կետը, այսինքն մեկ ուժին կամ երկու ուժին բացարձակ մեծամասնություն սարքող է դրույթի վերացում։ Երկրորդ կետը անցողիկ շեմի իջեցում 1%։ Ժողովուրդ ջան, այս հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներ, հարցեր, առաջարկներ, քննադատություններ են եղել, այո, հասկանալի է այդ ամեն ինչը։ Տեսեք, ուրեմն 4%-ը նորաստեղծ, առողջ, adekvat, ազնիվ, պետականամետ, ժողովրդավար ուժերի համար բավականին բարձր է։ Այդ ուժերը, այդ նշված ուժերը, ովքեր ազնիվ են, ում հետևը չկան ինչ-որ մեծահարուստներ, օլիգարխներ,
չգիտեմ, կրեմլ չկա, չգիտեմ, արեմուտք եւ այլն չկա, այդ ուժերը սովորաբար համեստ կարողությունների, համեստ ռեսուրսներով ուժեր են, կուսակցություններ են։ Եվ սկզբում, երբ իրենք ստեղծվում են եւ նոր գաղափար են ստեղծում, մարդկանց նոր գաղափար են առաջարկում, այդ ուժերը սովորաբար մեծ հնչեղություն, մեծ հայտնիություն չեն ունենում, որովհետև, ասում եմ, չունեն ռեսուրսներ, ֆինանսական, մարդկային, մեդիա ռեսուրսներ եւ այլն։ Եվ այդ ուժերին բավականին դժվար է 4%-ը հաղթահարել։ Մենք առաջարկում ենք անցողիկ շեմը սարքել 1%, որպեսզի այդ ուժերի խորհրդարան անցնելու շանսերը մեծանան։ Այո, գիտեմ ինչ եք ասելու, բավոր այդ ժեխուզիբիլներն էլ անցնեն, հազարավոր, չգիտեմ, տասնյակ այլ ինչ որ աղբեր անցնեն, ժողովուրդ ջան, հա, հնարավոր է, հա, մենք դա հասկանում ենք, բայց այլ տարբերակներն ավելի վատն են, այսինքն այլ տարբերակները որոնք են, չունենք կախարդական փայտիկ, որ աբրակադաբրա անենք կամ ավադակեդավրա անենք եւ այդ աղբերը վերանան։ Չունենք տենց փայտիկ, դա հնարավոր չի։ Այլ տարբերակ գա ինչ որ մի հատ մեկ այլ բռնապետ, ավելի փիս բռնապետ եւ այդ աղբերին նետի բանտերը կամ ավելի վատ վերացնի, երկու նորից ցնցումներ, արյունահեղություն, չենք ուզում այդ ամեն ինչը, դա ավելի վատ տարբերակ է։ Մենք առաջարկում ենք համակարգի կամաց առողջացման հիմքեր դնել, առանց ցնցումների, առանց հեղափոխությունների, արյունահեղությունների, Էսա ժողովուրդ ջան, այո, այդ ժեխուզիբիլները կարող են անցնել այն առողջ ուժերի հետ միասին, բայց գոնե խորհրդարանը կդառնա մրցակցային, շատ կարևոր է խորհրդարանը լինի մրցակցային եւ գաղափարական ազնիվ ուժեր վերջապես հայտնվեն խորհրդարանում, այլ ոչ թե ոնց որ հիմա է, բոշա փչացած գզվրտոց է գնում, գիտեք էլի, երևի շատերը չեք էլ նայում արդեն խորհրդարանի նիստերը, այնքան տհաճ է, այդ հայհոյանքներ, ծեծ ջարդ եւ այլն։ Այդ նրա հետևանքով է, որ 3 ուժ է անցել եւ այդ 3 ուժից մեկն էլ բացարձակ մեծամասնություն է հավաքել։ Անարդարացիորեն։ Էդ է ժողովուրդ ջան, առողջացումը լինելու է կամաց, քիչ-քիչ, առողջացման հիմքեր պետք է դրվեն, պետք է այդ առողջ ուժերը վերջապես ներկայացված լինեն խորհրդարանում, ներկայացնեն իրենց գաղափարները, իրենց ծրագրերը, մարդիկ էլ լսեն այդ մարդկանց եւ այս ցիկլը եթե սկսվեց, հա, այսինքն այս 3 փոփոխությունները, որ եղան, ամեն հաջորդ խորհրդարանը էլ ավելի մրցակցային եւ էլ ավելի լավն է, էլ ավելի առողջ է լինելու, որովհետեւ մարդիկ տեսնելու են, որ կան ինչ որ այլընտրանքային ուժեր, որ պետականամետ ուժեր, առողջ ուժեր, ովքեր բոշա փչացած խաղի մեջ չեն մտնում։ Եվ քիչ-քիչ խորհրդարանը մաքրվելու է այդ աղբից։ Ես դրանում համոզված եմ։ Հիմքը դրվեց, խաղի կանոնները փոխվեցին, արդեն խորհրդարանը դառնալու է մրցակցային։ Իսկ որտեղ մրցակցություն, այնտեղ առողջացում, այնտեղ որակի բարձրացում։ Սա ինչ վերաբերում է 1%-ին եւ երրորդ կետը, ժողովուրդ ջան, փաստորեն
Առաջի կետը կայուն մեծամասնության դրույթի վերացում, երկրորդ կետը անցողիկ շեմի իջեցնում 1% եւ երրորդ կետը բոլորին դեմն քվեաթերթիկի ավելացում եւ ընտրության հնարավորություն։ Այս երրորդ կետն էլ բոլորին դեմն հնարավորության ստեղծում նրա համար է արված, որպեսզի այն մարդիկ, ովքեր իրոք բոլորին դեմն ոչ մեկի ծրագրին չեն հավանում, ոչ մի այլ ընտրանք, ոչ մի ընտրություն չեն տեսնում, գան, քվեարկեն, ընտրեն բոլորին դեմը եւ եթե այդ բոլորին դեմն քվեաթերթիկը հաղթարեց անցողիկ շեմը, այդքան պատգամավոր խորհրդանում պակաս է լինելու, ինչը շղթայաբար բերելու է նրան պատգամավորների թիվը պակաս է լինելու եւ պատգամավորները ստիպված են լինելու ել ավելի ինտենսիվորեն մտածել համագործակցության մասին։ Հա, ինչ քիչ քանակով իրար հետ փորձեն համագործակցել, ինչ շատ քանակով։ Կարծում եմ մաթեմատիկորեն այստեղ պարզ է, ինչքան քիչ են, այնքան ավելի շահագրգռված են լինելու համագործակցել, որպեսզի կառավարություն, այսինքն վարչապետ ընտրեն։ Հա, այսինքն իրար հետ համագործակցելը արդեն դառնում է ավելի քանակի առումով ավելի դժվար, բայց դա նաև շահագրգռում է, որպեսզի համագործակցեն իրար հետ, որպեսզի կառավարություն ձևավորվի, այլապես չի ձևավորվի կառավարություն։ Այո, դա դժվար է, հա, իրար հետ համագործակցելը հայերիս մոտ վերջի ժամանակներում դժվար է ստացվում, բայց պետք է դրա հիմքերը դրվեն։ Իրոք ջան, առողջացումն այդպես է լինում, քիչ-քիչ, կամաց-կամաց, փորձերով, փորձի չստացվի, միգուցե եւ այնպես ստացվի, որ այդ խորհրդարանում իրոք չկարողանան վարչապետ ընտրել եւ կառավարություն ձևավորել։ Հետևաբար պետք է գնալ նոր ընտրությունների, հետևաբար էլի մրցակցությունը բարձրանում է։ Այդպես է լինում առողջացումը, ժողովուրդ ջան։ Որակի բարձրացումը ուղիղ համեմատական է մրցակցությունից։ Այլ տարբերակները, ասում եմ, ավելի վատն են, ցնցումներ, հեղափոխություններ, արյունահեղություններ չենք ուզում։ Չենք ուզում, ժողովուրդ ջան։ Մի քանի նման բաների միջով անցել ենք։ Դա այդպես այդ 3 կետերի վերաբերյալ, այսպես հակիրճ, ժողովուրդ ջան, կուսակցության այլ անդամները ավելի մանրամասն տեսանյութեր ունեն, հարցազրույցներ ունեն, եթե հետաքրքրում է կարող եք հետևել այդ մարդկանց, հետևել բոլորին դեմեմ էջին, Facebook-ում եւ բոլորին դեմեմ.am կայքին։ Այսպես ժողովուրդ ջան, եւ մեկ էլ անդրադառնամ մի հարցի, շատ եմ լսում, շատ եմ տեսնում արձագանքներ, թե բա դուք ինչա կանեք, կամ դուք Նիկոլա կանեք, որովհետեւ բոլորին դեմեմ նշանակում է ի օգուտ ՔՊ-ի, կամ չգիտեմ, նիկոլականներն էլ, ՔՊ-ականներն էլ մեզ ասում են Ռոբենս պրոյեկտ եք, հա, Ռոբենք ասում են ՔՊ-ական եք, այն մյուսներն ասում են, չգիտեմ ինչա կանեք, Մարսի պրոյեկտ եք, ջհուդամասոն ռեպտիլոիդների պրոյեկտ եք, չէ ժողովուրդ ջան, ոչ մեկի պրոյեկտն էլ չենք։ Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր մտահոգ են այս երկրի ապագայով։ Ժողովուրդ ջան, Հայաստանում կան մարդիկ, ովքեր անկեղծ մտահոգ են այս երկրի ապագայով, ովքեր ազնիվ են իրենց նպատակներում եւ ապարզ խոսում են ժողովրդի հետ։ Կան այդպիսի մարդիկ, հավատացեք, ես հասկանում եմ, հավատը բավականին կորել է մեր դաշտում, մեր հայաստանյան քաղաքական դաշտում, բայց նման մարդիկ կան, ժողովուրդ ջան։ Այս կուսակցությունում հավաքվել են նման մարդիկ։ Մենք մտահոգ ենք, մենք ուզում ենք հիմք դնել քաղաքական դաշտի առողջացման համար։
Եվ ոչ միական չենք, ռուսական չենք, արեմտյան չենք, չգիտեմ, ռոբական, սերժական, ԿՊԱ-ական չենք, տաշիր սամոական չենք, մեր հետում ոչ ոք չկա, մենք ենք։ Այս նախաձեռնությունը ստեղծողները ազնիվ, adekvat, պետականամետ մարդիկ են։ Ես էլ միացել եմ իրենց։ Ես էլ երկար տարիներ տարբեր պայքարների մեջ եմ եղել եւ երբեք որևէ մեկը չի եղել իմ հետևում, որևէ հովանավոր չի եղել իմ հետևում։ Երբեք։ Եղել եմ կուսակցության անդամ, կուսակցությունը չի հաջողվել, կուսակցությունը ցրվել է։ Պատվով, հա, այսինքն այդ պատասխանատվությունը վերցրել ենք մեզ վրա եւ ցրվել է կուսակցությունը։ Խոսքը քաղաքացու որոշում կուսակցության մասին է։ Ժողովուրդ ջան, օրինակ անձամբ ինձ համար Ռոբն էլ, Սերժն էլ, Նիկոլն էլ, Տաշիր Սամոնն էլ, չգիտեմ ով կա էլ այնտեղ, հավասարապես անընդունելի են, որովհետև բոլորը խաղում են այս փտած համակարգի կանոններով։ Բոլորն էլ ժամանակին ինչ-որ տենց վեհ գաղափարներով, մարդկանց խաբելով եկել են, դարձել են երկրի ղեկավար եւ դարձել են բռնապետ։ Չենք ուզում էլ նման բան։ Չենք ուզում, ժողովուրդ ջան, ուզում ենք վերջապես այնպիսի խաղի կանոններ ստեղծվեն, որ չունենանք բռնապետ։ Որպեսզի լինի մրցակցային խորհրդարան եւ ձևավորի կոալիցիոն կառավարություն։ Որպեսզի այդ վարչապետն ով ընտրվի, ինքը իմանա, որ ինքը կախված է կոալիցիոն գործընկերներից։ Եվ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ արդեն կոալիցիան կարող է փլուզվել եւ իր կառավարումը կարող է ավարտվել։ Կամ երկում ստեղծվի ճգնաժամ օրինակ։ Հա, այսինքն վերջապես լինի առողջ քաղաքական դաշտ, լինի գաղափարական խորհրդարան, լինի համագործակցում, այլ ոչ թե իրար հայհոյել, ծեծել, շիշ շպրտել իրար վրա։ Հա, այդ բոշա փչացած խաղից բոլորս հոգնել ենք։ Այլ ընտրանք ենք ուզում, ժողովուրդ ջան։ Այլ ընտրանքի ստեղծման համար պետք է խաղի կանոնները փոխել։ Եվ մենք առաջարկում ենք այս 3 կետերը։ Այդպես ժողովուրդ ջան։ Հա, ինչի է կուսակցությունը կոչվում ինքնալուծարվող, որովհետև եթե մեզ հաջողվի կառավարություն ձևավորել, մեր կուսակցությունով կառավարություն ձևավորել, ընտրել վարչապետ մեր կուսակցությունից, հենց ձևավորվեց կառավարություն, հենց մենք ձևավորեցինք կառավարություն եւ կատարեցինք այս 3 փոփոխությունները, իդեպ 100 օրվա ժամկետում, մենք մեր առջև դրել ենք այդպիսի ժամկետ 100 օրում կատարել այս 3 փոփոխությունները։ Հենց այդ փոփոխություններն իրականացան, կուսակցությունը ինքնալուծարվում է, ցրվում է։ Դա նրա համար է արված, որպեսզի մենք էլ չդառնանք բռնապետ։ Մենք մեզ էլ ենք դեմ։ Այո, ես ինձ դեմ եմ, ես վստահ չեմ, որ ես դառնամ վարչապետ, չեմ դառնալու բռնապետ։ Վստահ չեմ։ Այդ գայթակղությանը կդիմանամ, թե չէ։ Ժողովուրդ ջան, մենք չենք ուզում թագավոր։ Մենք ուզում ենք կոալիցիոն կառավարություն եւ վարչապետ։ Չենք ուզում, որ երկրի ղեկավարը ասի այս երկրում միակ տղամարդը ես եմ։ Կամ ասի ինչքան ուզենք այնքան խփենք։ Կամ ռազմավարական առումով, մարտավարական առումով այդ տարածքները ոչ մի նշանակություն չունեին։ Հա, Արցախի տարածքները 16 թվականի կորսված։ Կամ չասի կառավարությունը ես եմ։ Կամ չասի Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Կամ տես դատավոր չկա, ով իմ ասածը չի անի։ Չենք ուզում նման բաներ, ժողովուրդ ջան։ Հոգնել ենք արդեն այդ ամեն ինչից։ Դե համար բոլորին դեմ ինքնալուծարվող կուսակցությունը առաջարկում է
այս 3 փոփոխություններն անելուց հետո կուսակցությունը ցրվելու է, ինքնալուծարվելու է, կազմակերպելու է նոր ընտրություններ եւ այդ կուսակցությունից ընտրված վարչապետը չի մասնակցելու այդ ընտրություններին, որպեսզի խուսափենք հերթական բռնապետից եւ բռնապետությունից։ Վերջապես լինեն արդար եւ ազատ ընտրություններ։ Էսա Ժորժ ջան, այսքանն էի ուզում ասել։ Լիքը հարցեր կան, գիտեմ, Facebook-ում բազմաթիվ հարցեր կան, շատ հետաքրքրված են մարդիկ եւ նորմալ է այդ հարցերը, նորմալ է քննադատությունները, նորմալ ենք վերաբերում քննադատություններին, ոչ ոքի չենք նեղանում։ Կարևորը քննադատությունները լինեն առողջ, adekvat, դե վիրավորանքներին աշխատում ենք չարձագանքենք։ Ժորժ ջան, ակնկալում ենք ձեր աջակցությունը, կոչ ենք անում ընտրություններին անպայման մասնակցել, բոլորին դեմում դա բոյկոտ չի, հակառակը, դա ընտրություններին մասնակցելու կոչ է։ Այսքանը կուզեի ասել, ժողովուրդ ջան, հետագայում էլի մի քանի կարևոր հարցեր կան, որոնց կուզեի անդրադառնալ, հարցերը բազմաթիվ են եւ դա նորմալ է։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, դա մնացեք առայժմ։